Հայցիսագիրներ, այսօր մարտիրակների պաշտպանության կապակցությամբ անցկացնում ենք ասուլիս, ազատագրված անձանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում և Հայաստանի ոստիկանության ձեռքբերված անձանց պահպան վայրերում։ Խոսքը գնալու խտրական դրսևորումների մասին, երկրագործման մասին, պահպանման պայմանների մասին և այլն։ Մեզ են հյուրընկալել շատ լուրջ մասնագետներ հիմնարանում և առաջին խոսքը մենք տալիս ենք Հասմիկ Սահակյանին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության ԶՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահին։ Ես խնդրում եմ խոսելուց առաջ ներկայացեք, չնայած ես ձեզ ներկայացեցի, բայց ուսուցիչները ևս ներկայանան։ Համեցեք։ Բարձր, շնորհակալություն հրավերության համար։ Հասմիկ Սահակյան, մեր անհեսանամեի պաշտպան հասարակական կազմակերպության նախագահ և ոստիկանության ձերբակալվածների պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ։ Նշեմ, որ դեկտեմբերի 10-ը շատ կարևոր օր է Հայաստանի համար և մարտիրակների պաշտպանության օրն է ու Հայաստանում որպես պաշտպանություն ազատազրկված անձանց իրավունքներն են միշտ խախտում, քանի որ գտնվում են իրենց փակ հաստատություններում, ու ինչպես գիտենք, փակ հաստատությունները հասարակության լայն շերտերի համար հասանելի չեն։ Հիմնականում խոսեմ հենց ոստիկանությունից, մեզ վերաբերող մարդու իրավունքները խախտվում են հենց ոստիկանության բաժինների գործերից։ Գիտենք, որ բազմիցս դատական խումբը անդրադարձել է, որ հենց ոստիկանության բաժիններում են իրավունք խոշտանգումները կամ մարդկային վերաբերմունքը ազատազրկվածների նկատմամբ ու այնուհետև ոստիկանությունից արդեն տեղափոխվում են ձերբակալվածի պահելու վայրեր։ Նշեմ, որ ոստիկանության բաժինները հասարակական դիտորդական խմբի համար անհասանելի են, ինչպես նաև հենց հասարակության շերտերի համար անհասանելի են, ու խումբը բազմիցս այդ թեմային անդրադարձել է, որպեսզի իրավունք տրվի, որ խումբը որ գործի ոստիկանության բաժիններ հենց խոշտանգման դեպքերը բացառելու համար։ Մանրամասը խոշտանգման դեպքերի վատ վերաբերմունքի, ինչպես նաև այլ իրավախախտումների վերաբերյալ կներկայացնեմ։ Այսքան առանձին կներկայացնեմ։ Շատ բարի, եթե խոսքը փոխանցում եք, անեցեք, ով է հաջորդը։ Այսինքն դուք ուրվագծում եք այն թեմաները, որոնց շուրջ դուք պետք է մի քիչ ուշ խոսեք և որ հարցերը ուղղեն ձեզ ուրվագծում եք համեցեք այդպես Արտադրության նախարարության քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող խմբի նախագահը տրամաբանական էր սկսել ոստիկանության խմբի ներկայացնելուց, քանի որ քրեակատարողական հիմնարկները հիմնական օրվա կապակցությամբ ինչը կարևոր գործընկերս նշեց կարևորություն։ Հիմնականում բոլոր այն անձին տորընկերներ ազատազրկված վայրերում ամենախոցելի խմբերից մեկն է, և դժվարամատչելի և դժվար տեսանելի հատվածում են գտնվում, ոչ բոլոր դեպքերում մարդկանց համար հեշտ է բողոքներ բարձրացնել տարբեր պատճառներով, թե համակարգային, թե առկա մշակութային խնդիրներից ելնելով։ Այսօր մենք ուզում ենք խոսալ պահման վայրերի պայմանների վերաբերյալ խոշտանգման դեպքերի տարբեր դրսևորումների խոշտանգում զուտատվիսին ֆիզիկական բռնություն կիրառելու մասին, ինչպես նաև խոշտանգում հայկական խմբի ներկայացուցիչ հանդիսանալու պատճառով։ Շատ բարի, բայց ես երևի որպես ժամանակը ավելի ճիշտ օգտագործենք, եթե դուք թվերում եք, փաստերում եք, սկսենք գործնական։ Թե չէ մենք ձեր այնպես արդեն գիտենք ում ենք հրավիրել, գիտենք ինչ թեմաների շուրջ իրազեկել։ Եթե կարելի է ձեր իրազեկության շրջանակներում ինչից եք իրազեկել, արդեն ներկայացրեք փաստերը։ Սկսենք քրեակատարողական հիմնարկներ։ Քրեակատարողական հիմնարկներում Հայաստան 12 հիմնարկներ ներկայացրությամբ խումբը 2004 թվականից արդեն
գոյություն ունի, տարբեր իրավապաշտպան կազմակերպություններից է կազմված եւ որևէ անդամ սահմանափակված չի գործունեությամբ, այսինքն ամբողջովին հնարավորություն է ամեն մի պահին ամեն վայրկյանին, որ տարբեր հիմնարկներ այցելելու եւ խնդիրներ ուսումնասիրելու վերաբերյալ հաստեր հավաքելու եւ ներկայացնելու։ Հիմա խոսենք մի քանի կարևոր բաներից ամեն մեկը սիրեմ ասել ներկայացնի գերտավերողության խնդիրը, որ առկա է շարունակում է արդեն բազմաթիվ տարիներ Հայաստանի չնայած որ բացվել է նոր քրեակատարական հիմնարկ, բայց ավաղ Նորվարաշենի դեպքը վերցնենք ինքը շարունակում է մնալ գերբնակեցված, եթե օրինակ նախատեսված 840 հոգու համար լրակազմ պետք է պահվի, ապա նվազագույնը որ մենք հանդիպում ենք 920-913 մարդ, ակնհայտորեն Երևան կարող մի խցում պահվեն միաժամանակ 14-16 մարդիկ, իսկ քնելու տեղ հասկացում քառակուսին ընդհանրապես կարող նախատեսված 8 հոգու կամ 7 հոգու համար։ Դա Նորվարաշենի դեպքում շարունակում է մնալ կարևորագույն խնդիր։ Ընդհանրապես այլ հիմնարկներն է կա գերբնակեցում, բայց ամենացայտուն երևացողը դա Նորվարաշեն քրեակատարական հիմնարկն է։ Այլ հարցը որ շենքային պայմանները, այո Նորվարաշեն կա մի քանի նոր հիմնարկներ, նոր բացված է ամենավերջինը Արվավիկն է եւ նոր բացված համակարգական մի 7 տարվա ընթացքով, բայց կան հիմնարկներ որ շենքային պայմանները մեղմ կարելի ասել ոչ բարգոքին են։ Դա այն դեպքերն են, որ դուք աչքով էսպես կարող եք տեսնել, բայց դուք ասացիք, որ բավականին շատ են լինում խոշտանգումներ, բարդ իրավիճակներ, որ դուք ձեր աչքով չեք տեսնի, բայց պետք է հասնել այդ ինֆորմացիան ձեզ։ Դրա մասին քիչ։ Խոշտանգումների մասին Երևանի գործընկերը կներկայացնի Ռոբերտ Լևազյանը։ Ռոբերտ Լևազյան, հետորդական խմբի անդամ։ Կապված խոշտանգումների եւ ամառկային վերաբերմունքի հետ պետք է նախ նշել, որ դա դժվար է ԿԿՀ-ներին բացահայտել։ Այնուամենայնիվ մենք որոշակի դեպքեր ունենք, հիմնականում կապված է լինում դատապարտյալի նկատմամբ այդ երևույթը, եւ այստեղ նաեւ ԿԿՀ-ն պարտավորություն ունի կանխելու նման դեպքերը։ Եթե նույնիսկ դատապարտյալն է դրա դեպքում դատապարտյալի նկատմամբ ճնշում գործադրում, դա միևնույն է պետության կողմից պարտավորության խախտում է։ Կոնկրետ փաստերով մի քանի ամիս առաջ Արմավիր ԿԿՀ-ի ծառայազանգ ենք ստացել, որ այնտեղ դատապարտյալի նկատմամբ քրեական հեղինակությունների որոշակի ճնշումներ են գործադրել, մտել են իր խուց եւ իրեն լավ սպառնալիք է պարունակում այն ամենը իր նկատմամբ հրատապաշտությամբ խումբը դիմել է նախարարություն, արդյունքում մի քանի քրեակատարական ծառայության աշխատակիցներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության։ Մեզ հաջողվել է նաեւ որպեսզի այդ քննության արդյունքում տեսանկարահանումները նույնպես ուսումնասիրվեն եւ փաստվել էր, որ այդ անձիկ մտել են իրոք այդ դատապարտյալի խուցը եւ ինչը անկյունատրել է։ Այսինքն ազատ տեղաշարժման հնարավորություն ունեն։ Այն հենց խնդիրը դա է, որ այդ իրավունքը չկար։ Փակ տիպի հաստատությունով է, որը մեկ իրավունք չուներ մտնելու այդ խուց, առավել ևս նրանք ովքեր դուրս էին եկել խցից դուրս գալու իրավունքը չունեին, հենց դա արդեն կարելի է փաստել, որ նաև ԿԿՀ աշխատակիցների գիտությամբ եւ համաձայնությամբ է դա տեղ ունեցել։ Մենք նման ահազանգեր էլի ենք ստանում, պարզապես անուններ չեն կարող հրապարակել, դրա իրավունքը չունենք կապված անձի անվտանգության պաշտպանության լուսակետից։ Ունենում ենք ահազանգեր, որ էլի հենց քրեական հեղինակությունները շատ հեշտությամբ կարող են ճնշումներ գործադրել եւ որը կապված է անձանց կյանքի եւ հավաքության անվտանգության հետ։ Մեր զեկույցներում ելույթներում բազմաթիվ ենք ասել, որ մենք շատ մեծ խնդիր ունենք քրեակատարական հիմնարկներում, դա կապված է քրեական ենթամշակույթի ուժեղ ազդեցությամբ։ Քրեական նորմերը այնտեղ ավելի սուր են գործում, քան նույնիսկ իրավական ակտերը։ Եվ թիվ մեկ խնդիրը, եթե ուզում ենք կախարդել ենք խախտումները մարդու իրավունքների քրեակատարական հիմնարկներում, պետք է սկսենք այդ ենթամշակույթի դեմ պայքարելուց։ Հենց այդ պատճառով է, որ բողոքները չեն լինում։ Եթե խցում օրինակի համար բողոք է լինում, մեկ անընդհատ սկսում է բողոքներ դնել, բավական է մի քրեական հեղինակության ուղղակի տեղափոխում են այդ խցը եւ այդ խցում բողոքները դադարում են։ Եթե ներսից բողոքներ չի լինում, մասնավորապես խոշտանգումների պահման պայմանների եւ այլն, դրսից ներգործելով իրավիճակը փոխել ավելի դժվար է։ Իմ գործընկերը նշեց հենց գերբնակեցման մասին։ Միևնույն բազմաթիվ դեպքերով
Եթե գերունակեցում ինքնին արդեն արմարկային վերաբերմունք է, դա նաև կարող է հանդիսանալ խոշտանգում, եթե կլինի տևական հնույթ։ Կուզեմ անդրադարձ կատարեմ հոկտեմբերի 23-ին, երբ հատուկ ստորաբաժանման խումբն շենքը կոմպոզարկություններ իրականացնում, թե մենք այդ հարցով դիմեցինք նախարարություն եղած արարողական քննություն փաստեր ներկայացրեցին, որ որևէ բռնություն շշում չի եղել, բայց պետք է նշեմ, որ մենք նաև առանցին տեղեկություններ ստացել ենք, որ այնուամենայնիվ որոշակի բռնություններ կիրառվել են։ Պարզապես մենք փաստեր չունենք դա ներկայացնելու, իսկ ինֆորմացիան տրամադրողը զուտ կոնֆիդենցիալության հիման վրա տրամադրել, որ իր անձը չպետք է նշվի։ Կախված ծմադատապարտիալների հացադուլի հետ։ Եթե հիշում եք, վերջին շրջանում երկու անգամ հացադուլ արվեց, առաջին բավական տևական մի քանի օր տևեց, երկրորդ հացադուլը տևեց ընդամենը մի 2 ժամ։ Մենք նաև հարազատների հետ եւ այլն կամ անձանց հետ ուսումնասիրություններ իրականացրել ենք եւ պարզել ենք, որ հացադուլը այդքան շուտ դադարեցնելը կախված է եղել արտաքին ուժեղ ճնշման հետ։ Ոչ թե ԿԿՀ-ի ներքին ճնշման մասին, իսկ այլ արտաքին ճնշում է եղել, որ ծմադատապարտիալները դադարեցնեն իրենց հացադուլները։ Տարբեր պատճառաբանություններ էին բերում, որ դա իբր կախված է հստակ է կամ իրենց հարազատները պետք է ինչ-որ հարցեր ճշտեին, բայց այնուամենայնիվ մենք ստացանք տեղեկություն, որ դա արտաքին աղբյուրը ինչ է։ Դա տարբեր կարա լինի, հենց նույն քրեական հեղինակություններ կարող են ազդել եւ ասեմ ավելի նույնիսկ այսպիսի դեպքա մի քանի անգամ եղել է դատապարտիալներից հայտնել են, որ նույնիսկ հանրապետության նախագահի դեմ կարող են գնալ, բայց եթե քրեական հեղինակությունների ինչ-որ բան են ասում, դրա դեմ որևէ բանոներ չեն։ Այսինքն այդ ինստիտուտը քրեական հեղինակությունների մեծ բավականին լուրջ Ոչ թե բավականին լուրջ, ես էլ եմ ասում, դա ավելի ուժեղ ներգործություն ունի դատապարտիալի վրա, քան իրավական ակտերը։ Դրա համար մենք խնդիր ենք դնում, որպեսզի պետք է սկսել մտածել, վերացնել, մտախիլանել այդ համակարգը քրեակատորական հիմնարկներից, դա չգրված օրենքները ավելի ազդեցիկ են լինում։ Պետք է ասել, որ այդ ուղղությամբ դեռևս որևէ գործնական քայլ չեն նկատել, որ փորձ է արվում քրեական այդ ինստիտուտը բանտերից վերացնել, չեզոքացնելու ուղղությամբ։ Դա դեռ չեն տեսել, իսկ եթե դա կա, չգրված օրենքների համաձայն խցակցի դեմ բողոքելը կամ ադմինիստրացիա կատակցի դեմ բողոքելը, պայմանների դեմ բողոք բարձրացնելը, դա արգելված արարք է եւ նման անձինք, եթե հակառակ խցակցի դեմ բողոք լինի, օրինակ եմ ասում, որ իրեն ծեծել է կամ ենթարկել է ճնշման, այդ անձը կարող է ամենածանր ձևով ինքը պատիժ կրել, եւ ֆիզիկական եւ միգուցե իր հանդեպ կարող է նաեւ սեռական մոտեցումներ լինել։ Ամեն դեպքում ուզում ասեմ, որ դա շատ հայտ մասանքը կներում եւ պետք է նաեւ սկսել մտածել դրա մասին։ Այստեղ մի հարց ծագեց, կների միգուցե ես ինչ եմ ասում։ Այսինքն դուք որպես իրավապաշտպան կազմակերպություններ գործ ունեք ոչ միայն այլ պետության պետական կառույցի կամ անձերի եւ պաշտոնյաների հետ, այլ նաեւ քրեական հեղինակությունների հետ ձեզ մոտ բախում կամ կախվածություն կամ վախ կամ մի խոսքով։ Այսինքն դուք երկու այսպես ֆրոնտով եք աշխատում, ճակատով եք աշխատում։ Պետք է ասել այդ առումով, որ մենք իհարկե մեր աշխատանքը կազմակերպում ենք վարչակազմի հետ։ Սակայն այդ խնդիրը արտահայտված է եւ ես չեմ բացառում, որ հնարավոր է փորձել արվել նաեւ դիտորդական խմբի անդամների լինեն, բայց պետք է նշենք, որ որևէ անգամ դիտորդական խմբի դա չի կաշկանդել եւ չի վախեցել անկախ անունից։ Բայց նախադեպեր կան։ Չէ, նախադեպեր չկան, որ փորձ լինի, բայց պետք է նաեւ ասեմ, որ այդ կառույցը այնտեղ ամեն բան կա իր նայողը, իր հսկող ամենախուց ունի, այսպես ասած պատասխանատուն ոչ թե իրավական առումով պատասխանատուն, այլ հենց քրեական ենթամշակույթում եւ այս կառույցը կարելի ասել համագործակցություն է շատ սերտորիներում վարչակազմի հետ եւ նույնիսկ դատապարտիալ մի ԿԿՀ-ի դատապարտիալ մեզ բողոք ներկայացեց, ասեց իմ անվտանգության հետ խնդիր կար, ես այսպես ասած իրենց բառերով եմ ասում,
ռեժիմի պետին ասացի, որ այսպիսի հարցեր կային քապահովի մանուկտանգություն, ասամ երբ գնացի դուս 2 րոպե հետո այդ քրեական հեղինակությունները կան ասելիս ինչ ես իրանոց խոսացել, այսպիսի բաներ ես ասում այդ ես ինչ անեմ, որ ինքը կարծես պետք է քապահովի մանուկտանգությունը, ինքը ավելի շուտ տարավ ինֆորմացիան հասնում հեղինակությունները։ Այսպիսի մտնոլորտ ենք, նաև ես սրատեմ լուրջ պայքար պետք է տահվի, և ասեմ դա հնարավոր է պարզապես սկսել։ Շատ բարի կողշակի։ Սերգեյ Գաբրելյան, դիտորդական խմբի անդամ, ես կներկայացնեմ խտրականության երևույթը կատարական հիմնարկություններում։ Ինչպես խոշտանգումները, խոշտանգման երևույթները, այդպես խտրականության երևույթը քրեակատարական հիմնարկությունում ժառանգել ենք մենք Երկու միկրոֆոն դեր սովետական միության ժամանակ և խտրականությունը որպես այդպիսին կարծրատիպային մոտեցումներ են և արմատավորված մեր քրեակատարական հիմնադրություններում բազմիցս դիտորդական խումբը 2004 թվականից մինչև այս տարի նույնպես իր զեկույցներում կանդրադառնա այդ երևույթին, հատկապես խոցելի խմբերի հանդեպ եղած խտրական երևույթն է, որը և թե դատապարտյալների կողմից է, և թե քրեակատարական հիմնադրությունների աշխատակիցների կողմից է։ Խոցելի խմբերը այնպիսի ինչպես են առողջության հնարավորություններ ունեցող, որոշակի խոհներ ունեցող մեր, դրանք հանցագործ աշխարհի կանոններին չավերտալով, կանոններին չենթարկող դատապարտյալներն են, մինասերականներն են, դրանք են մետադոնային բուժում ստացող կամ հիմնամիջոց օգտագործող անձինք։ Ես կարող եմ ներկայացնեմ, թե ինչպիսի իրավիճակ է ընդհանրապես քրեակատարական հիմնարկություններում։ Ոչ մի քրեակատարական հիմնարկություն անկախ նրա հին կամ նոր լինելու համապատասխանեցված չէ սայլակներ ունեցող անձանց, դատապարտյալների հետ կապված, ոչ մի քրեակատարական հիմնարկությունում չի ապահովում դիետիկ սնունդ հիվանդություն ունեցող անձանց, դա պայմանավորվում է նրանք քրեակատարական հիմնարկության աշխատակիցներն ասում են, որ դա դեռ օրենքով կարգավորված չէ։ Քրեակատարական հիմնարկություններում առանձին խցեր կան, որը նախատեսված է թե նույնասեռականների համար, թե թրածների համար, թե արվամորների համար, դա իրենց խոսքերով, ինչ ասում է թրածներ և արվամորներ, դա պարտադիր չէ, որ քաղաքացին դատապարտյալը պետք է լինի նույնասեռական, այլ մարդիկ, ովքեր չեն ենթարկվում փողական աշխարհին և չեն խաղում, այսպես ասած իրենց խոսքերով, նրանք համարվում են թրած կամ եթե խաղացել են ու չեն կարողացել փակել իրենց այդ պարտավորությունները, համարվում են թրած և նրանց դիմումի համաձայն նրանք տեղափոխվում են առանձին խցեր։ Նույնը վերաբերվում է հանցագործություն կատարած, որոշակի հանցագործություն կատարած դատապարտյալներին, ովքեր որ հանցագործություն են կատարել և դատապարտվել են և նրանց տեղափոխելիս քրեակատարական հիմնադրությունների խցեր, նրանք փչացվում են, այսպես ասած, լավ տղեկի կողմից, ովքեր նորից դատապարտյալներ են և այնուհետև նրանց դիմումի համաձայն նորից տեղափոխվում են նույնասեռականների խուց։ Եվ ասեմ, որ նույնասեռականների խուց կամ արվամորների խուց տեղափոխված դատապարտյալները կատարում են քրեակատարական հիմնադրություններում նվաստացուցիչ աշխատանքը, դա գոյողիների մաքրելն է, աղբի թափը մաքրելն է, նույն ճաշարանից նրանց օգտվելը արգելված է, նրանք ունեն առանձին սպասքներ, այսինքն ամեն ձև նրանք մեկուսացվում են։ Չնայած բազմիցս դիտորդական խումբը զգուշացրել է և ներկայացրել է քրեակատարական հիմնադրությունների
Անձնակազմի ղեկավարությանը, որ նման վերաբերմունքը դա հակամարդկային է եւ բոլոր օրենքներին դեմ է, չնայած որ Հայաստանի Հանրապետությունը ընդունել է Ջոկատյան միջազգային փաստաթուղթը, այնուամենայնիվ մնում է այդ հիմնախնդիրը բաց եւ շարունակվում է թե քրեատորական հիմնարկության ղեկավարների եւ թե քաղաքացիների կողմից խտրական վերաբերմունքը այդ անձանց հանդեպ։ Սարսափի այդ Շատ հետաքրքիր է, մինչև կարևոր ներկայացնել իսկապես սարսափելի է։ Սարսափելի փորձի բոլոր դեպքերում կան դեպքեր, որ քրեատորական հիմնարկում գտնվող անձինք համագործակցում են ներկայացության կոռուպցիոն դեպքի բացահայտում այս քննությունը իրականացում, որը դատապարտել է չվախներով տարբերությունից եւ իբրավի աշխատակիցներից իր հավատարմությունը ապահովում համագործակցություն ռեֆորմի հետ քննություն իրականացող մարմնի հետ պրոցեսի միջև գործը, կոռուպցիոն բաժանումից գործը եւ այդ դեպքերը լինում են, որ համագործակցում են, որ բոլորը սարսափում են կամ մարդիկ որ շարունակում են պայքար ներսը գտնվելուց ու կապություն նա որ խավի հա, ասենց ասել 5 ամենակարգով բնակիչ է կամ ամենաբարձր ոլորտում համարվող խավ ներկայացուցիչներն են փորձում համագործակցել եւ ոլորտների մեծամասնությունը գալիս է դա առաջին ոստիկանության գործունեություն, դատարանների գործունեություն, քննիչների իրականացած աշխատանքներից առողջապահական խնդիրներ, վաղաժամկետի խնդիր ամենասուր խնդիրներից, որոնք բարձրացնում դա առողջություն եւ վաղաժամկետ։ Կա մի քանի դրական բաներ, ասենք դրական հասկացական դրսևորումներ գոյություն ունի, այսպես ասած 85 որոշում, որի համաձայն դատապարտության բյուջետային են որոշակի հիվանդություններ, որոնք համատեղել են պատիժը կրելիցը ազատվել են։ Նախորդ տարիների ընթացքում դա բավականին գոյություն թղթի վրա մնացող փաստաթղթեր դատապարտությունները ազատվում են անբարակամ, եթե մնում երկու օր ապրել ազատություն։ 2014-ի երկրորդ կեսից նույնիսկ կա տեղաշարժ, այսինքն խումբ արտադրության նախարարության քրեատորական վարչության համագործակցելով ցույց տեղաշարժը տեղի շարժել։ Շարժել ունենք արդեն մի քանի դեպքեր, որ մարդիկ ունենալով լուրջ խնդիրներ, որոնք հավատացում են տվել որոշմանը, ազատվել են պատիժը կրելուց եւ բարեբախտաբար գտնում են ազատության մեջ ու պայքարում են իրենց առողջությամբ։ Այդ դրական տեղաշարժը, որ դեհիշենք մինչև 2014-ի երկրորդ կեսը, դրա ոլորտն ամենափակ ոլորտն է։ Երբ պետության ներկայացուցիչներն համագործակցում են գրեթե չէ, 0-ին էր հավասար, 2014-ի երկրորդ կիսամյակից սկսավ տեղաշարժը։ Այսինքն տեղաշարժը թափանցիկության իմաստով խումբը ես էլ չգիտեմ, եթե վեկալենք 100 բարձրացած բողոքից, երևի 1-2-ը, որ դեռ մենք չենք լուծում չեն գտել։ Դեպքում շարունակում ենք համագործակցել այդ ոլորտում, բայց որովհետեւ սուր մնացող հարցերը դա մի կարևոր մի ինստիտուտ է, որը չի գործում, էլ ոչ մեկը չի կարծել։ Շարժը դա անդաղ Չոխանձան ժողովի գործ է։ Շատ բարի, Արտուր Հարությունյան։ Ես Արտուր Հարությունյան, Բերդիտովոսկանցան ձերբակալված անձից պահպանվայրում դիտորդական խմբի փորձագետ նախնում դիտորդական խմբի անդամ։ Նաև պասաբան։ Ես նկարագրեմ, թե ինչ իրավիճակ է տիրում ձերբակալված անձից պահպանվայրում փոստային դրսևորումները կամ այն վիճակը, որ խումբը իր գործունեության ժամանակ առհասարակ բացահայտել է։ Եթե նայենք խմբի 2005-ից սկսած զեկույցները մինչև այսօր զարգացումը կտեսնենք, որ սկզբնական ժամանակաշրջանում այդ փոստային դրսևորումների բացահայտումը տեղի ունենում, այսինքն բացահայտվում էր ձերբակալված անձանց փայլու վայրերում, կոնկրետ այն վայրերում, որտեղ ձերբակալված անձին խաղում են։ Հետագայում, այսինքն վերահսկողության արդյունքում այդ վիճակը դուրս եկել տեղափոխել ոստիկանության բաժիններ, այսինքն շատ են դեպքեր, որ արձանագրվել են, որ Ոստանգում տեղի է ունեցել, բայց ասենք քննիչի կամ չգիտեմ, ոչ թե քննիչի, այլ օպերատիվ խմբի աշխատասենյակներում իրավիճակ այնպիսին է, որ կարող է մի քանի անգամ կանչել բաժին, խոշտանգման փորձեն ինչ-որ ինֆորմացիա կորզել, այնուհետև նորից նրան ազատ են արձակում, նորից հետևորաբերում, եթե խնդիր են ունում, արդեն ձերբակալում են։ Ի տարբերություն քրեակատարողական հիմնարկներում դիտորդական խմբի աշխատանքի, նաև մեր խմբի, մեր դեպքում շատ քիչ են հանդիպում ձերբակալված անձանց, այսինքն
հնարավոր է մենք այցելություն կատարենք եւ առհասարակ ձեռնարկված անց չլինի եւ մեր բացահայտման աղբյուրը հիմնականում փաստաթղթերն են, այսինքն այն արձանագրությունները, որ զննությամբ արձանագրվել են այն մարդիկ ինչ տիպի մարմնական վնասվածքներ ունեն։ Սկզբնական շրջանում չեն արձանագրվում, հետագայում սկսեց արձանագրվել, այսինքն անձերեւորումով գործում ձեռնարկված անձանց բայրու բայց արձանագրում են մարմնական վնասվածքներ, բայց մենք ունենք շատ լուրջ խնդիր այն տեսանկյունից, որ մարմնական վնասվածքը արձանագրելուց հետո պարզ չի այդ վնասվածքի տեղակայումը կոնկրետ նրա բնույթը նկարագրել է։ Հանրահայտ է, որ կա միջազգային հաստատող Ստամբուլյան արձանագրություն է կոչվում, որտեղ մանրամասն բժշկական փորձագետների կողմից նկարագրված է, թե ինչպես պետք է ֆիքսել նկարագրել մարմնական վնասվածքների տեղակայումը նրանց բնույթը առհասարակ։ Մեր խմբի կողմից առաջարկություն է եղել ոստիկանության պատասխանատու պաշտոնյաներին, ցույց են տվել Ստամբուլյան արձանագրության ներկայացումը, այսինքն թե ինչպես կարելի է ֆիքսել, առաջարկել են, որ դրանց հետայսու աշխատեն այս տարբերակով եւ նաեւ ինչի՞ չէ քննարկումների սեմինարներ։ Իսկ Հայաստանի Ստամբուլյան արձանագրության հետ ստորագրել է մաս է կազմում, անդամ է, ինչ-որ պարտավորություն հետևելու այդ Ստամբուլյան արձանագրությունը ինքը ոչ թե իրավական ունեցող ակտ է, այլ ինքը առաջարկություն է, այսինքն օրդ տվող Ենթադրվում է, որ պիտի աշխատի Հայաստանի Հանրապետության փաստաթղթերի վրա եւ հիմա Հայաստանի իրավապաշտպան կազմակերպությունները աշխատանք են տանում սոցիալական տեսանկյունից, նաեւ հենց ինչի՞ չէ լոբինգի արդյունքում փորձում են կազմել նրանք, որ պետությունը լիովին ընդունի եւ փորձ կատարվի այդ փաստաթղթով աշխատեն։ Այսինքն այստեղ խնդիրը նրանում է, որ մեր առաջարկությունը ու նրանց տված պատասխանը ոչ նպատակահարմար լինի չկերտավոր, այսինքն չունենք պետությունը կամ այդ փաստաթղթով աշխատել, այսինքն մնաց չէր, որ մենք բաց բան ենք առաջարկում կամ այնպիսի բաներ, որ դա հնարավոր չէ անել։ Մեր ընդհանրապես մենք անդադ են նշել, որ պետք է մարմնական վնասվածքները այնպես լինի նկարագրված։ Դուք գտաք այդ նկարագրությունը, հաջորդ ձեր քայլը որն է։ Ասենք կարող է նկարագրությունը ունենալ եւ պարզ չլինի աղբյուրը, կարող է քրեակատարողականում ներեցեք ինչ նկարագրության իմաստավորն է, եթե հետագայում մարդը փորձի բողոքարկել նշել, որ ես մարմնական վնասվածքներ ստացել եմ այսինչ վայրում, այդ նկարագրության արդյունքում է, որ հետագայում փորձագետները, բժիշկները համապատասխան պիտի ասեն տան եզրակացություն, այդ նկարագրած վիճակով ինքը կստանա այդ մարմնական վնասվածքները, թե հնարավոր է այլ ընդհանրապես այդ տեղում այլ ինչ-որ ազդեցության արդյունքում լինել։ Այսինքն սա այն մի աղբյուրն է լինելու, որ հետագայում ձերբակալված անձը կամ կալանավորված անձը փորձի հասնել արդյունքի եւ ապահովի, որ իրականում ինքը դարձել է խոշտանգման զոհ։ Եվ այս տեսանկյունից հստակ նշեմ, որ իմ կարծիքով դեռևս պետությունը չէ ցանկանում, որ նման մարմնական վնասվածքները արձանագրվեն։ Նաեւ ունենք դեպքեր, մի շարք դեպքեր արձանագրվել խմբի կողմից, երբ որ անձը գտնվել է ձերբակալված անձանց պահման վայրում, բնականաբար այն ձերբակալությունը շատ քիչ է լինի դեպքեր, որ կան կոնկրետ ձերբակալված անձանց վայրում իրականացվեց խոշտանգումը, բայց քրեական գործողությունների արդյունքում լինում են դեպքեր, երբ որ ձերբակալված տեղափոխվում է մեկ այլ վայր, այսինքն որ քրեական գործողություն կատարելու հետագայում նորից, այսինքն գործողությունից հետո պիտի վերադառնա ձերբակալված անձանց վայրում։ Եվ նորից վերադառնալուց հետո փաստորեն արձանագրվում են այնպիսի մարմնական վնասվածքներ, որոնք չուներ դրա միջև քրեական գործողության միջոցով։ Ինքնին արդյունք բնականաբար պիտի կասկածանքի են տեսանկյունից եւ պիտի որ կրի դեռ որ հակառակ ապահովի։ Նաեւ նշեմ են խնդիրը ինչպիսի քննություն է իրականացնում։ Որպես կանոն դա հատուկ քրեական ծառայության կողմից է իրականացվում։ Եվ սկզբնական շրջանում, եթե մերժում են առհասարակ իրական գործերի կառուցումը, այսինքն նշում են, որ չէ, ասենք ինքը հայտարարեց ձերբակալվածը, որ այդ մարմնական վնասվածքը ստացելու չէ, իրենք ստանում կամ ծառայություն ունելու, եւ վերջ ավարտեցին քրեական դեպքի բացակայումը քրեական գործընթացում։ Հետագայում դատախազի հրահանգի հիման վրա սկսեցին հիմնական բոլոր գործերով քրեական գործառույթը հետո կարճ, այսինքն ամեն տարբերություն եղավ, որ հիմա սկսել են քրեական գործառույթը եւ կարճել, այսինքն արդյունավետ քննություն որպես այդպեսին մենք էլի չենք։ Երեք պայմանները ներկայացնում են։